Քոչարյանը հարցումներ է մեջ բերում։ Պոպկորնը վերցրել եք ժողովուրդ, ցիկ նստեք, հանգարց չնեք աթոռից, էլի, թվեր չի մեջ բերում, թվեր մեջ բերելուց մի անգամ տխուր պատմություն է ստացվել, ինչպես հիշում եք 21 թվականի ընտրություններից 2 օր առաջ ասաց, որ մենք ունենք 60% քվե, սրանց մնացել է 48 ժամ։ Պարզվեց իրենք ունեն 21% քվե եւ սրանց մնացել էր 5 տարի։ Քոչարյանը հարցումներին էր հղում 5 տարի առաջ։ Հիմա այստեղ ասում է, հարցումներով երևում է ինքը հարցումներ է արնել տվել էլի իր թիմը։ Հանրային հարցումները հանրային ուրեմն կարծիքի ուսումնասիրման գործիքի փոխարեն դարձել են հանրային կարծիքի վրա ազդելու գործիք։ Նոր ճոգել է մարդը, որ նման գործիք կա, իր վրա էին ազդել։ Իրեն համոզել էին, որ իրենք ունեն 60%։ Երևի մտածում է, որ ինձ որ համոզել են, դա ինձ չեն համոզել, դա ճշմարտություն է եղել, չարուժերը խափանել են 60%-ը, դարել է 21%, հա, մենք էլ ենք հարցումներ արել։ Եվ այնտեղ պատգամավորներից մեկը զրույցի ժամանակ ասում է, այսօր հրապարակվեցին հարցումներ, հա, որի մասին քիչ հետո ես ձեզ կներկայացնեմ, սիրելի ժողովուրդ, որոշ թվաբանություն տեղեկություններ։ Եվ պարոն Քոչարյանը այստեղ ավելացնում է, մենք էլ ենք հարցումներ արել, աղերս չունի այսօրվա հրապարակած հարցումների արդյունքների հետ, այսինքն շատ տարբեր թվեր են ստացվում։ Ես դրանց էլ եմ ծանոթ, որոշ բաներ հրապարակվել են, էլի, անունները չտամ, էլի, որովհետև այդ անունն է վարկաբեկվում, ում անունը օգտագործում են։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։